Այս ամենը ինչ ես ասում եմ, ես կյանքում առաջին անգամ եմ հրապարակային ներկայացնում։ Ես երբեք հովանավորներ չեմ ունեցել։ Ոչ մեկի մարդը չէ։ Սիրով ընդունում եմ այդ մարտահրավերը։ Անհանգստացած չեք, չէ՞, որ աշխատանքից շատ չեք խոսելու։ Աշխատանքային օրը բնականաբար շուտ արթնանում եմ։ Չէ, շաբաթ կիրակին, պարոն Թաթոյան։ Հայրս վաճառեց մեր մեքենան, գազ 24 մեքենա ունեինք, վաճառեց, որովհետեւ ես կարողանամ պարապել։ Եվ գնացի սկսեցի գաճ քսողի մոտ բանվոր աշխատել։ Ես շատ լավ ընկերներ եմ ունեցել հենց առաջին կուրսից սկսած, ուսանողական, ովքեր միջև հիմա ինձ հետ մենք ընկերություն ենք անում։ Եվ այդտեղից հասկացա, որ գիտելիքը ինձ տալիս է ուժ, գիտելիքը ինձ տալիս է կարողություն, գիտելիքը ինձ տալիս է վստահություն, գիտելիքը ինձ տալիս է անկախություն։ Մարդն ինքն իրեն պետք է կերտի։ Ինձ երբ գնում քնում էր, աղջիկս հանգազլացում էր, դնում էի ձեռքից, մի ձեռքով իրեն այսպես օրորում էի եւ մի ձեռքով տպում էի։ Հայաստան գրածը վերցնում էի, դնում էի գրպանս, անդրում ամպանա ծոցագրպանս։ Նոր կանգնում նկարվում էի։ Ես պատվիրս ո՞ս կանգնեմ ոտքով Հայաստան գրածի վրա։ Ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել։ Այսինքն միշտ չեք այսպես վերնաշապիկով, փողկապով։ Որի մեր երեխեքը տեսել են, չէ, ասել են պապա ինչ ես այս ամեն ինչը գնաց հրապարակել։ Սա էլ իմ այն մութ կողմերից է, որ որևէ մեկը չգիտի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group։ Գործընկերներ Armenia Wine։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հերմինե Ստեփանյան TV ալիքին միանալու համար, բաժանորդագրվելու համար, մեկնաբանություններ թողնելու համար։ Ես ուրախ եմ տեսնել այստեղ նոր բաժանորդների, իսկ ես հիշեցնեմ, որ հենց իմ YouTube-յան պաշտոնական ալիքում է, որ դուք կարող եք տեսնել եւ Հերմինե Դիալոգ նախագիծը եւ մյուս նոր նախագծերը։ Ինչպես նաեւ խորհուրդ եմ տալիս միանալ իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերին։ Այնտեղ ես տեսանյութերը եւ լուսանկարները մշտապես թարմացնում եմ եւ սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Այսօրվա Հերմինե Դիալոգը լինելու է մի փոքր յուրահատուկ։ Ինչու՞, որովհետեւ իմ տուն ռեստորանում հյուր է լինելու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանը, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար Արման Թաթոյանը, բայց սա չի նշանակում, որ մենք խոսելու ենք քաղաքականությունից, ոչ մի քաղաքականություն։ Ես նախկինում փորձ ունեցել եմ պարոն Թաթոյանի հետ մի հրաշալի հարցազրույց ունենալու հանրային հեռուստաընկերության կեսգիշերն անց հաղորդման շրջանակներում եւ դեռ այն ժամանակվանից բավականին տպավորված էի եւ ինձ համար շատ հետաքրքիր պերսոնա է պարոն Թաթոյանը եւ այսօր ես կփորձեմ ձեզ ցույց տալ մարդ, հայր, ընկեր, պարզապես քաղաքացի Արման Թաթոյանին։ Գրամ դուռ բացեմ։ Բարև ձեզ։ Օй։ Իսկ ես անհանգիստ էի, որ ծաղիկներ չեմ առել սեղանի ձևավորման համար։ Բարև ձեզ։ Դե եկեք այստեղ պատմեք, պարոն Թաթոյան, շնորհակալություն ծաղիկների համար, ես շատ եմ սիրում ծաղիկներ։ Տիգրան Համասյանի դեմիրն է։ Շնորհակալություն։ Աշխարհահռչակ իսկապես։ Այո։ Մեր հայրենակիցն է, ում տաղանդը աշխարհով մեկ հայտնի է։ Տիգրան Համասյան, իմ ամենասիրելի կոմպոզիտորներից, երաժիշտներից մեկը, տաղանդավոր, այսինքն մարդիկ պիտի։ Ես նույնպես շատ սիրում եմ, այո, մեր աշխարհահռչակ, ումով իսկապես հպարտանում։ Հիանալ կարելի է միշտ։ Պարոն Թաթոյան, նախ թույլ տվեք շնորհակալություն ասել ձեր բազմազբաղ առօրյայի կյանքի մեջ մի պատառիկ այսպես առանձնացնելու եւ ինձ հետ անցկացնելու համաձայնությունը տալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ նաեւ ձեր հաղորդումները դիտել եմ եւ պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր է եւ ֆորմատը նաեւ հետաքրքիր է ընտրել։ Շնորհակալություն։ Պարոն Թաթոյան, միշտ դուք ձեզ եւ ինձ համար խաղուն գինի կլցնեք եւ կբացեք։ Ես վստահ եմ, որ դուք այդ գործը շատ լավ եք անում։ Ես ուզում եմ մի փոքր այսպես հետադարձ հայացք գցել մեր նախկին հանդիպմանը, նախորդ հանդիպմանը, խոսքս կեսգիշերն անց հաղորդման մասին է։ Կեսգիշերնանցը մոտավորապես 1 ժամ էր տևում, ես հիշում եմ, որ 15-րդ րոպեից արդեն ես երազում էի, մտածեմ ինչ-որ մի բան, որի շնորհիվ կկարողանամ ներթափանցել ձեր մտքի մեջ ու կկարողանամ այնպես անել, որ ձեզ շեղել աշխատանքի մասին մտածելուց եւ խոսելուց։ Ես պիտի ազնիվ խոստովանեմ, ինձ դա չհաջողվեց, ես պարտվեցի եւ ինձ համար այս լավ իմաստով ուրա հանդիպումը եւս մեկ հնարավորություն է, որ
Ես այնուամենայնիվ կարողանամ այնպես անել, որ դուք աշխատանքից բացի Սիրով։ մտածեք նաև այլ բաների մասին, որտեղ հնարավորություն Սիրով ընդունում եմ այդ մարտահրավերը։ Ահա, որ դուք հնարավորություն տաք ինքներդ ձեզ, գոնե 1 ժամ, ոչ թե լինել քաղաքական գործիչ, ոչ թե լինել մարդ, ով իրապես անհանգստացած է երկրի ճակատագրով, մարդ, ով իրապես անհանգստացած է գերիներով, երկրի սոցիալական խնդիրներով, մարդու իրավունքներով եւ այլն, այլ մարդը, որ իրավունք ունի, գոնե 1 անգամ գալ լավ ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու եւ բոլորովին այլ բաների մասին խորհելու ոչ աշխատանքային պրիզմայից։ Դա ճիշտն ասած բավականին ոչ սովորական է ինձ համար, բայց ես սիրով կընդունեմ ձեր այդ անունը կդնենք մարտահրավերը։ Ես համաձայն եմ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Անհանգստացած չեք, չէ՞, որ աշխատանքից շատ չեք խոսելու։ Կարծում եմ չէ եւ հակառակը կարծում եմ պետք է որ սա շատ ավելի հաճելի լինի։ Այո, մանավանդ այնպեսի միջավայր եք ստեղծել, տրամադրող է դրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ շատ հետաքրքիր է, առավոտ լույսը բացվում է, Թաթոյանների ընտանիքը ոնց է իր օրը սկսում։ Դե աշխատանքային օրը բնականաբար շուտ արթնալու։ Չէ, շաբաթ կիրակի, պարոն Թաթոյան։ Շաբաթ կիրակի կախված է լինում, դե նայած ինչ շաբաթ կիրակի, որովհետև երեխաներս նաև շաբաթ կիրակի տարբեր պարապմունքների են, դասերի են, նախապես ընդ որում տարբեր ժամերի են, դրա եւ քանի որ ժամանակ չեմ ունենում շաբաթվա օրերի ընթացքում շատ շփվել նրանց հետ, ապա շաբաթ կիրակի անում եմ, աշխատում եմ անել ամեն ինչ, որ այդ շաբաթ կիրակի օրվա դասերը, պարապմունքները ես նրանց անպայման տանեմ դասերի, պարապմունքների եւ անպայման գնամ բերեմ։ Ինչի համար է դա ձեզ պետք։ Եվ նրանց Գիտեք, շատ մենք ճանապարհին այսպես սովորություն ունենք, ճանապարհին տարբեր իրար անեկդոտներ ենք պատմում, կատակներ ենք անում, ինչ որ ինքներս մեզ համար մրցույթներ ենք տարբեր սահմանում, մրցումներ ենք սահմանում, մրցաշարեր, այսպես ասած։ Օրինակ, ենթադրենք փորձում ենք, երբ երեխաներս մի փոքր ավելի փոքր էին, շատ էինք մեզ մոտ դա պոպուլյար էր, խաղ էինք խաղում, ով ճիշտ կասի, թե երբ կհասնենք այս երեխաներից մեկի դասի տեղը ասենք։ Ու երեքս ժամ, երկու երեխաներս եւ ես ժամ էինք դնում։ Եվ այդպես տեսնում ենք ով է ճիշտ ասում։ Կամ ինչ որ, չգիտեմ, հետարքիր բաներ էինք պատմում, անեկդոտներ։ Դե հիմա նույնպես այդպես է։ Կախված կարող է միասին ինչ որ երգ երգեն, կարող է միասին, չգիտեմ, կատակներ, հետո երեխաներից մեկը դպրոցից է պատմում, բան, այդպես։ Պարոն Թաթոյան, դա անում եք հիշողություններ կերտելու համար հատուկ, թե դա ձեզ բավականություն է պատճառում։ Դա անում ենք նախ եւ առաջ որ բավականություն է պատճառում, իսկապես հաճելի է, եւ նաեւ ընթացքում եկիչ այսպես ասած թասիպի գցելու համար կամ ջիջիլ անելու համար ինչպես ասում են, նկարում ենք ուղարկում ենք տուն նաև տիկնոջս, որ երեխաները ուղարկում են, տես ինչից է զրկվել, այսպես ասած։ Եվ նկատի ունեմ, որ այս դասի տանելու առավելությունն էլ իմ առավելությունը անձամբ ստացվում է դա է։ Բայց դե նաև հիշողություններ են, որովհետև նաև աշխատում ենք այդ հետաքրքիր պահերը, եթե լինում է, նկարենք նաև, տեսագրենք ու հետո նաև բնականաբար դիտում ենք տարբեր այսպես ես աշխատանքի տեղն եմ հաճախ դրանք նորից վերանայում կամ նայած ազատ ժամանակ։ Հիմա հույս ունեմ դրանցից մոտով թե չէ։ Դե ցանկացած մի բան։ Մենք ոչ մեկի ցույց չենք տա, միայն ես եւ դուք գնայինք։ Չէ, խնդիր չկա, ուղղակի եթե գտնեմ։ Դե ոչինչ, պարոն Թաթոյան, ես ցանկացած լավ վիդեոյի համաձայն եմ, որը ձեզ ուրախացնում է։ Դե օրինակ նայեք, երեխաների հետ կապված ինձ համար այո, հիշողությունները առասարակ շատ թանկ են եւ ես նաեւ շատ եմ սիրում, երբ իսկապես նրանց հաջողություններն եմ տեսնում, դե որպես ծնող իհարկե գնահատական է, բայց նաեւ կան տեսանյութեր, որոնք ես չեմ նկարել, բայց երևում է իմ այդպես ուրախությունը կամ էմոցիաները
Այս վերջերս գնացել էինք Վրաստան, տղաս մասնակցում էր կիկբոքսի միջազգային մրցումների եւ իր քաշային կատեգորիայի մեջ առաջին տեղը գրավեց։ Բրավո։ Դե ինչ, տեղափոխվենք մեր սեղանի շուրջ, վայելենք մեր փրփրունգինին եւ նախուտեստը։ Որպես նախուտեստ, այսպես թարմ, մի փոքր թթվար, քաղցր եւ յուրօրինակ համադրություններով նախուտեստ կունենանք, որը կվայելենք փրփրունգինու հետ։ Մեզ անհրաժեշտ է նարինջ։ Նարինջի կեղևը հանում ենք, բայց հանում ենք հենց դանակի օգնությամբ, որովհետեւ լավ հաստ շերտով պետք է հանենք, ազատվելու համար դառնությունից։ Վրայից գնում ենք կապույտ պանիր, ձիթայուղ, բալզամիկ քացախ եւ մի քանի կաթիլ թարմ լիմոնի հյութ։ Վերջ, բարի ախորժակ։ Պարոն Թաթոյան, ձեր անձեռոցիկը որ խնդրեմ կվերցնեմ։ Այո, շատ շնորհակալություն։ Շնորհակալ։ Անչափ համեղ տեսք ունի։ Հիմա պատմեմ, թե ինչ ենք փորձելու։ Պարոն Թաթոյան, Հերմե դիալոգ նախագծի ամբողջ պատմության մեջ ես առաջին անգամ այսօր ունեցել եմ պարտություն։ Ես նախատեսել էի որպես նախուտեստ, որ պիտի մատուցեմ կարմիր կաղամբը ջեռոցում համեմունքներով եւ այլն, եւ որոշեցի էքսպերիմենտ անել եւ պատրաստել ոչ թե ջեռոցում, այլ ճարպաջեռոցում եւ ուղղակի փչացրեցի, վառեցի, այրեցի եւ հասկացա, որ մենք նախուտեստ չունենք եւ այն ժամանակ, երբ որ դուք մուտքի մոտից վերելակով բարձրանում էիք մինչեւ տուն, ես արագ պատրաստեցի թերևս իմ ամենասիրելի կարպաչոներից մեկը մրգով, նարնջով։ Դա արդեն պարտություն չէ, դա արդեն հաղթանակ է։ Ես առաջարկում եմ վայելենք այն մեր խաղուն գինով կրկին, Թարիրի լյուքս դասի խաղուն գինին ենք վայելում Արմենիա վայնից, որը հրաշալիորեն համադրվելու է այս նախուտեստի հետ, հետո արդեն կփոխենք ուտեստը եւ գինին։ Փորձենք։ Այո, շնորհակալություն։ Իսկապես շատ համեղ է։ Լավ համադրություն է, չէ՞։ Այո, գիտեք, ես ձեզ ասեմ, ուրեմն աշխատանքային գործողում եմ մի անգամ գնացել Կատար եւ իմ աշխատանքային իմ կենսագրության մեջ բավականին վաղ գործողումներից է եւ այդ ժամանակ շատ հետաքրքիր փորձեցի ես էլի նույնպես այսպես պանրի եւ ցիտրուսային մրգերի համադրությունը ու հիմա որ տեսա մի անգամից դա հիշեցի, ընդ որում բավականին այսպես պոպուլյար էր ու շատ համեղ։ Հիմա որ փորձեցի մի անգամից դա հիշեցի ու նաեւ համը դրան հիշեցրեց, այո, այնպես որ ինչ հաճելի է։ Ստացված է կարծում եմ շատ համեղ։ Շնորհակալություն։ Պարոն Թաթոյան, ես հավատում եմ, որ այն մարդիկ, ովքեր հաղթող են, իրենք դեռ շատ վաղ ժամանակից հասկանում են, որ իրենք ծնվել են հաղթելու համար, հաջողությունների համար, առաջնորդելու համար, ոչ մի կերպ բառերով չես կարողանում ասել, այդ ոնց է լինում, որ դա զգում ես։ Ինձ հետաքրքիր է ձեզ մոտ էլ է այդպես եղել, երիտասարդ տարիքից կամ գուցե դեռ մանուկ տարիքից, գիտեիք, որ չնայած շատ դժվարություններին, գալու է մի օր այն կետը, որ դուք խոսելու եք հաջողությունների մասին, առաջնորդելու եք։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց է դա, ես երբ հիմա հիշում եմ նաև տարիների բարձունքից, ես օրինակ, երբ մենք ընտանիքով վերադարձանք Հայաստան, դա ես այդ ժամանակ 16 տարեկան էի, 15 տարեկան էի, ներողություն, 15 արդեն 16 գրեթե։ Այդ ժամանակ խնդիր էր, այդ ժամանակ, նո դրանից առաջ էլ ես իմ ամբողջ կյանքում միշտ երազել եմ, ուզել եմ դառնալ իրավաբան։ Դե նախ մեր ընտանիքում շատ էին իրավաբանները, հատկապես մորս կողմը, եւ նախ մենք շատ մեծ այդպես ընտանիք ենք եւ հորս կողմը 7 երեխա են եղել, մորս կողմը եւս 7 երեխա, մամայիս կողմը 4
եղբայր 3 քույր, իսկ հորս կողմը 5 եղբայր 2 քույր։ Միջանկյալ մի հարց տամ էլի, պարոն Թաթոյան, ներողություն ընդհատում եք։ Այդքան ունեն բնականաբար երեխաներ, թոռներ եւ այլ, բոլորին հիշում ու ճանաչում եք։ Գիտեք, իրականում դե տեսեք 7 եւ պատկերացեք այդ այո 7-ն էլ հորեղբայրներս, մորաքույրներս, քյարիներս, հորաքույրներս, նրանք ունեն իրենց երեխաները, հիմա արդեն ունեն նաեւ թոռները, եւ դուք պատկերացեք նաեւ, որ բնականաբար պապիկներս էլ կամ տատիկներս իրենք նույնպես քույրեր, եղբայրներ ունեցել, նրանք նույնպես ճյուղավորումներ ունեն եւ հիմա որ այդպես լինում է հավաքվում ենք եւ երեխաների մեջ կան բնականաբար որ չես ճանաչում արդեն անուններով, իհարկե մենք անընդհատ փորձում ենք դա լրացնել մեծ ընտանիքով, որպեսզի իրար ճանաչենք, բայց դա այդպես է, օրինակ եւ առասարակ ընտանիքի երբ մենք վերադառնամ նաև իմ այդ նպատակադրմանը, երբ ես փոքր էի, իմ հատկապես քերներիցս ոգեշնչված, նրանք բոլորը իրավաբաններ էին, 4-ն էլ, եւ մի մասը նաև դատախազ եւ այլն, ու ես միշտ փոքրուց ոգեշնչման աղբյուրը նաև դա է եղել եւ իսկապես միշտ ուզել եմ դառնալ իրավաբան եւ հատկապես դատախազ, այսա էլ ասեմ։ Ընդ որում ասեմ ձեզ հետագայում ես դարձա դատախազ, բայց աշխատեցի մի քանի ամիս եւ իմ կամքով դուրս եկա։ Ես ինչ էի երազում։ Իմ կամքով դուրս։ Ոչ թե դա հասկացա, որ դա կոնկրետ իրավիճակում այն չէր, որ ինձ պետք էր կամ ինձ համար այսպես համապատասխանում էր ինձ։ Եվ երբ մենք վերադարձանք, իհարկե շատ կարևոր էր նպատակադրումը եւ ես իմ առաջ այդ նպատակը դրել էի, որ անպայման պետք է դառնամ իրավաբան։ Ու նաեւ ասեմ ձեզ, որ ես այդ ժամանակ մենք մի 5 տարի ապրել ենք Ուկրաինայում, ես նրա մասին մի քանի անգամ խոսել եմ, ես այնտեղ բնականաբար սովորել ենք ուկրաինական դպրոցում եւ երբ մենք վերադարձանք Հայաստան, ես հայերեն միայն խոսում էի եւ գրել չգիտեի, կարդալը շատ դժվար էի կարդում։ Եւ գրելն այսինքն էլի շատ դժվարությամբ եւ ես այդ տարի պարապեցի եւ մաքուր 20 ստացա այդ նույն տարին։ Հայերենից մաքուր 20 ստացա, այդ ժամանակ իրավաբանական ֆակուլտետում հիշում եմ անցողիկ միավորները 55.5-ն էր։ 55.5-ը անվճար էր անցնում։ Ես 20 ստացա հայոց լեզուն, 19 ստացա անգլերենը եւ 17 ստացա հայոց պատմությունը, ընդ որում պատմությունը, քանի որ հայերենը գրեթե չէի իմանում եւ այսպես զրոյից սովորում էի, գրեթե ամբողջությամբ անգիր եմ արել։ Ուղղակի այդպես, հենց այդպես, գրեթե ամբողջությամբ անգիր եմ արել, այդ 4 գիրքեր կարծեմ։ Եվ բայց հետո իհարկե հայոց պատմություն անցանք առաջի կուրսում եւ այլն ու արդեն բնականաբար հասկանալով, որովհետեւ արդեն հայոց լեզուն այլ մակարդակ էր, արդեն լիարժեք հասկանում էի եւ դա ես շատ լավ հիշում եմ այդ զգացողությունը, երբ ցուցակները գնացին կարդալու եւ տեսա Թաթոյան Արման անվան դիմաց 20, ընդ որում ասեմ ձեզ, որ այդ ժամանակ շատ բաներ նաև ստիպած անգիր էի անում եւ ես քանի որ գրականություն ամեն ինչը դպրոց է, ես անցել էի Ուկրաինայում եւ հայկական գրականություն, պատմություն ես շատը սովորել եմ արդեն բուհական համակարգում եւ դրանից դուրս։ Պարոն Թաթոյան, թույլ տվեք այսպես նաև ընդհատելով առաջ գրանք, բայց ես չեմ մոռացել գլխավոր հարցը կախված այնմանից կանխատեսում եւ զգում էի կապական թե ոչ։ Այնքան մանրակրկիտ եք հիշում այդ ամեն ինչը, շատ հետաքրքիր է, որովհետև հազվադեպ է լինում, երբ տարիներն անցնում են եւ մարդը այսպես մանրակրկիտ կարողանում է հիշել։ Հիմա որ հետ եք նայում, շատ վաղուց է այդ ամեն ինչը եղել։ Այդ ամեն ինչը զգացողություն ունեք։ Այդ ամեն ինչը եւ շատ վաղուց է եղել։ Եվ թվում է, որ ընդամենը 3 էր։ Եվ գիտեք, նաև շատ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հոգեվիճակում ես, ինչ պայմաններում ես։ Այդ ժամանակ, երբ մենք վերադարձանք, ես քանի որ իսկապես պետք է նպատակս էր, պետք է անպայման իրավաբան դառնալ եւ որոշել էի ու ես իմ որոշման տերն էի։ Ես դա զգում էի, որ ես իմ որոշման տերն եմ։ Եվ երբ վերադարձանք որոշակի դժվարություններ կար ֆինանսական առումով, հայրս վաճառեց մեր մեքենան, գազ 24 մեքենա ունեինք, վաճառեց, որովհետեւ ես կարողանամ պարապել։
Մենք վաճառքի գումարը տվեցինք, այսինքն վճարեցինք դասերի համար, կրկնուսուցումներ։ Ոնց տարաք այդ փաստը, որ մեքենան ձեր ուսման համար վաճառվում է։ Ինձ համար եւ դա ուժ էր, վստահություն, որ հայրս ամեն ինչ արեց եւ այն վերջին մնացածն էլ, որ այս սիրելի մեքենան էր, առանց աչքը թարթելու վաճառեց, բայց մյուս կողմից ես ինձ խոստացել էի, որ դա ես չպետք է թողնեմ, որ հենց այդպես անցնի։ Եվ երբ փոխարենը նոր մեքենա գնեցիք նրան։ Այո, եւ ոչ միայն հիմա կփորձեմ դրան անդրադառնալ։ Ես ընդ որում այս ամեն ինչ ես ասում եմ, ես կյանքում առաջին անգամ եմ հրապարակային ներկայացնում այս ամենի մասին եւ որոշ բաներ կան, որ անգամ իմ ամենամտերիմ ընկերները չգիտեն։ Եվ այդ ժամանակ, երբ ես ընդունվեցի, բնականաբար պարապելու ընթացքում ես արդեն ասացի, որ գիշեր ցերեկ ուղակի ոչինչ չկար անելու, ես իմ աչքին ոչինչ չէր գալիս, ինչպես ասում են, գիշեր ցերեկ ուղակի այդ պարապել եմ, ընդունվելուց հետո դե գիտեք իրավաբանական ֆակուլտետ, այն ժամանակ կոչվում էր իրավաբանական, հիմա կոչվում է իրավագիտության։ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, անվճար ընդունվել է, իհարկե ամեն ինչ նորմալ էր, բայց բնականաբար այդ ֆակուլտետը այնպիսին էր, որ մեծ մասը պաշտոնյաների երեխաներ էին բարձրաստիճան կամ գործարարների երեխաներին, վերջը այսպես ինչպես ասում են հարուստ այս ժամանակ այդպես էին ասում հարուստ ընտանիք, այո, հարուստ ընտանիքների ֆակուլտետ եւ պաշտոնյաներ էին, ազդեցիկ մարդիկ էին եւ այլն։ Եվ բնականաբար իմ ընկերների մեջ կային իհարկե նաեւ ընտանիքներ, որոնք այդպես չէին, բայց իմ ընկերների մեջ էլ կային տարբեր ընտանիքների եւ շատ լավ ընկերներ էի ձեւ արդեն ունեի։ Բայց իմ ընկերների մասին բնականաբար այս դժվարությունները չէի կարող ես ասել, ես որովհետև սովորում էի իրավաբանական ֆակուլտետում, ես նախ ինձ համար ես այսպես էի, այսպես պատկերացնում, ընկալում, տեսնում, որ միևնույն է ընկերը ինձ կարող է չհասկանալ այդ վիճակում, այդ տարիքում, իսկ մայրս, գիտեք, ինձ միշտ մի խոսք ունի, որ միջև հիմա ինձ հետ եմ պահում եւ ինձ շատ է դա իմ վրա ազդել եւ նշանակություն ունեցել, որ անգամ հարևանը չպետք է իմանա դու ինչ աղպես թափում, միշտ այդպես էր ասում։ Սա ինչ է նշանակում, այսինքն դու քո ինչպես ասում են ծնողներս ամուտ բուրը պիտի թասի հավաքես, քո ընտանիքում քո հարցերը դու լուծես։ Եվ ամեն ինչ պետք է անես, որ այդ հարցերը լուծես, որ ուրիշի վրա հույսը չդնես եւ դրա համար ես միշտ այս ներքին հարցերը երբեք չեմ բացել։ Բնականաբար օրինակ առաջին կուրսում այնպիսի նաեւ իմ վրա շատ ազդած վիճակներ են, օրինակ քույրս 2 տարի ուշ ընդունվեց ինձանից հետո ուսանող դարձավ։ Ես երբ առաջի կուրս էի, ես իմացա, որ մայրս ամուսնական մատանին է վաճառել տան կարիքների համար, հետո նաև իմացա, որ 2 անգամ արյուն էր հանձնել, ինչ չէր ասել, որ այդպես էլի տան ընտանիքի համար, դե հայրս էլ էր բնականաբար աշխատում, էլի ամեն ինչ այսպես արվում էր, որ մենք որպես ուսանող որևէ բանի կարիք չունենք։ Դրանք իմ համար շատ մեծ կյանքում շատ մեծ, գիտեք, եւ հպարտություն, ուրախություն, բայց նաեւ շատ մեծ ուժ տվող կետեր էին, որ դրանից հետո դու հասկանում ես, որ այսպես պատասխանատվություն ունես եւ չես կարող թողնել, որ այսպես շարունակվի։ Եվ առաջին կուրսից հետո եւ ծնողներս որևէ անգամ չեն ասել, որ պետք է աշխատել, պետք է գումար վաստակել, հակառակը միշտ ասում էին պետք է սովորես, լավ սովորես, դու ոչ մի բան այդ գործ չունես, անգամ նման բաների մասին ես չէի իմանում։ Այդ հետո պատահական իմացա, շատ իհարկե ջղայնացա էլ, այսպես այդ բայց ամեն դեպքում դե արված էր։ Հետո ես երկրորդ կուրսում, արդեն երկրորդ կուրսում էի, առաջին կուրսի վերջից, երբ ամառային արձակուրդները եկան, ես գաճ-քսո հիվշում շինարարություն կար եւ գնացի սկսեցի գաճ-քսոյի մոտ բանվոր աշխատել։ Առաջին կիսամեկից հետո ստանում էի գերազանցության կրթատոշակ։ Բոլոր անվճար սովորողները ստանում էին, շատ լավ հիշում եմ, 4950 դրամ։ Ես ստանում էի 5950 դրամ, 1000 դրամ ավել։ Առաջին կուրսից հետո, երբ սկսեցի նաեւ սովորել գերազանց, սկսեցի նաև ինձ վճարել Գրիգոր Զոհրաբի, լավ հիշում եմ անվան կրթատոշակ, որը 9000 մոտ 10000 դրամ էր, 9000։ Եվ շատ լավ հիշում եմ, ես այդ ժամանակ այդ գումարը երբ ստանում էի, ուրեմն
մի մասը գրքեր էի առնում, մի մասը անպայման տան համար էի ծախսում, այսինքն ուտելիքներ եւ այլն, այդ այն ժամանակ հիշում եմ գնում էինք շուկա, ես գնում էի շուկա, եթե հիշում եք շատ էժան էր։ Շատ էժան էր, ես հիշում եմ վարունգը 10 դրամ էր, չգիտեմ, ասենք եւ այլն, այսպես պրիմիտիվ բան էր։ Եվ մի մասն էլ մենք ընկերներով շատ ավանդույթ ունեինք, շատ լավ։ Ես շատ լավ ընկերներ եմ ունեցել հենց առաջին կուրսից սկսած, ուսանողական, ովքեր մինչև հիմա ինձ հետ են, մենք ընկերություն ենք անում։ Գնում ենք շաուրմա ու դասամիջոցից հետո շաուրմա կամ քեբաբան այդպես ուտելու։ Ինչ որ մեկը թոշակ, մենք նաև մեր մեջ կային էլի անվճար սովորողներ, ինչ որ մեկը ժամանակացույց էինք սահմանել, տանում էր պատիվ տալու, ասենց ասած։ Արդեն հետաքրքիր։ Եվ տանում էր պատիվ տալու, եւ բնականաբար ես էլ այդ ժամանակացույցի մեջ էի, բայց գիտեք, այս ամենով հանդերձ որևէ մեկը երբեք չի իմացել, որ ես այսպես կարիք կա եւ այլն։ Նախ իմ առաջ խնդիր էի դրել, ինձ բոլորը ասում էին շատ կարեւոր է սկիզբը լավ սովորելը, որ լավ սովորես, ճանաչեն բոլորը, արդեն հեշտ կլինի։ Եվ իսկապես երբ սկսեցի հենց առաջին կուրսից գերազանց առաջադիմությամբ եմ սովորել եւ այդպես մինչեւ վերջ, արդեն բոլորը սկսեցին առաջի կիսամյակից հետո ինչ ճանաչել եւ այլն, ու բնականաբար դասախոսները ճանաչում էին մի փոքր ավելի այն առումով էր հեշտ, որ գիտեին արդեն, որ առաջադիմության մակարդակը սա է։ Հետո երբ առաջին կուրսի վերջում արդեն ասեցի գնացի շինարարությունում, սկսեցի բանվոր աշխատել, աշխատավարձս հիմա որ հիշում եմ 1 ամսվա համար 10,000 դրամ էր։ Ուրեմն գնացել էի աշխատանքի, այսպես ասեմ, դե բնականաբար առանց ձևակերպման, առանց ոչ մի գնացել էի։ Լավ հիշում եմ, այդ վարպետը ում հետ որ աշխատում էի, տարիքով մարդ էր, 70 տանց երևի այդպես կլիներ, սենց բեխերով, սենց հայկական, իսկական բանով բնավորությամբ, բայց շատ բարի մարդ էր նաև։ Ես ինչ էի անում, այդ տաշտը պետքա գաճը շաղեի ջրի մեջ, պատրաստեի, բարձրացնեի իրան էի տալիս, ինքը բարձրանում էր աստիճանների վրա, որ բացվում են։ Բարձրանում էր այդ աստիճանների վրա ու քանի որ եւ մեծ մարդ էր եւ շատ պատմություններ կյանքից գիտեր ու իմ համար պատմում էր այդ պատմությունները, ես էլ չի ասել որտեղ եմ սովորում։ Հա, ու ինքը պատմում էր այդ պատմությունները, գիտեր ես գնացել եմ որպես բանվոր եւ դե պետքա աճեմ դառնամ վարպետ, ասած, ասենց ասած։ Ու ինձ պատմություններ էր պատմում, ես էլ շատ լավ հիշում եմ, այդ տաշտը ասենց որ պահում էի, վերև էի պահում, նաև բարձրահասակ, չէ, պահում էի վերև, որ հեշտ լիներ, բանը գաճը վերցնի քսի, ու ինքը որ երկար էր պատմում, ձեռքերս ահավոր հոգնում էին, բայց չէի ասում, որտեվ այդ մարդը այնքան լավ էր պատմում, իսկական սենց ուսուցողական իր քանի տարի աշխատեցիք այդ ոլորտում։ Թորնիկի պես 1 տարի մոտավորապես։ Իր թորնիկի պես այդպես վերաբեր պատմություն, ես ձեռքս պահում էի։ Չէ, իհարկե ընթացքում ուրիշ բաներ էլ էի անում, այդպես, բայց սկզբի օրերը, սկզբի ամիսը հատկապես դա էր։ Ու դնում էի այդ տաշտը աստիճանի վրա մի փոքր, ձեռքը արդեն ստիպված իջես մեր ներքև միշտ վրաս խոսում էր։ Ասում էր դե մի քիչ բարձր պահի էլի, բան, տղա ջան, բալա ջան, այսպես։ Հա, եւ ինչ էի անում, ես ամեն օր գալիս էի դասից տուն, շորերս արագ փոխում էի, նայած որը որ վերցնում էի հետս, բայց հիմնականում տանն էր, որովհետեւ չգիտեի դե ուսանող ժամանակ ոչ մեքենա կար, ոչ բան ինչ պետք է անեի։ Գալիս էի տուն արագ փոխվում էի, գնում էի այդ բանվորության, այսպես ասած, աշխատանքի, հետո գնում էի էլի տուն եւ դասերն էի անում եւ քանի որ աշխատանքի պատճառով ուշանում էի, գիշերները բնականաբար պետքա շատ սովորեի, գիշերները շատ մնայի ավելի աշխատել, սովորել ու նաեւ եղել են իհարկե նաեւ իրավիճակներ, որ հիշում եմ, ասենք հաշվարկ օրվա մեջ ունեի հաշվարկ, ասենք օրվա մեջ ինձ ինչքան էր ենթադրենք պետք գալու, կարող ասենք տեսեք դասը ավարտվում էր 1-1.5, ասենք թե այնտեղ մի 25-50 դրամ մնար ընթացքում ընդմիջման համար եւ շատ անգամ ոտքով էի տուն գնում։ Ոտքով էի տուն գնում եւ բնականաբար որևէ մեկը այս ամենով հանդերձ որևէ մեկը չի իմացել ես որ նման աշխատել եմ, հիմա իմ ամենաանգամ մտերիմ ընկերները լսեն զարմանալու են, որովհետև չեն լսել որևէ անգամ։ Եվ
գնում էի ելի տուն, դրանից հետո դասի ու հստակ կար ինձ մոտ մշակված այսպես ժամանակացույց, որից հետո որ հասցնեմ, շատ կարևոր էր։ Գիտեք, ես ընթացքում սկսեցի հասկանալ, երբ երրորդ կուրսում արդեն օլիմպիադաների մասնակցում, արդեն դրամական պարգևներ սկսեցի աշխատել, նաև դրանից հետո մասնագիտական արդեն օրինակ երբ երրորդ կուրսից սկսած մասնագիտական տարբեր հարցերում ինչ որ միջազգային կառույցներ սկսեցին ներգրավել եւ այլն, եւ այդտեղից հասկացա, որ գիտելիքը ինձ տալիս է ուժ, գիտելիքը ինձ տալիս է կարողություն, գիտելիքը ինձ տալիս է վստահություն, գիտելիքը ինձ տալիս է անկախություն, եւ ես որքան շատ եմ սովորում, որքան գիտելիքը շատ եմ սովորում, այնքան շատ եմ ստանում, այնքան անկախ եմ դառնում, այնքան վստահ եմ ինձ զգում, այնքան որևէ մեկից կախված չեմ լինում, եւ դա այդպես սկսվեց շարունակվել ու ինձ համար երբ ես ավարտեցի, մագիստրատուրայում սովորեցի, ընդունվեցի ասպիրանտուրա, այդ ժամանակ մագիստրատուրային զուգահեռ միանգամից ընդունվեցի աշխատանքի, երբ դիպլոմս արդեն կար։ Միշտ դրան անդրադառնան, ներողություն ընդհատում եմ պարոն Թաթոյան, մենք երկրորդ բաժնում կխոսենք անպայման դրա մասին, հիմնական ուտելիքի շուրջ, միայն վերջում կուզենայի ամփոփեինք անդրադառնալով եւ մեկ նախադասությամբ հիշելով այ երբ եղավ այն հոսանքը, երբ խփեց այդ հոսանքը ներսից, որ հասկացաք, որ չէ, դուք ճեղքելու եք այս ամեն ինչը եւ դուք հասնելու եք այնտեղ, որտեղ հիմա եք։ Նայեք, ես ասեմ ձեզ, ես իրավաբանական ֆակուլտետում, այո, ընդհանրապես դժվար էր սովորելը, բայց երբ սկսեցի սովորել, երբ սկսեցի աշխատել, երբ արդյունքները էի ցույց տալիս, լավ էի սովորում, այն ժամանակ մեր ֆակուլտետի դեկանը Գագիկ Ղազինյանն էր եւ ընդորում նա իմ կյանքում ունեցել է կարևոր ներդրում մասնագիտական, թե նաև անձնական որակների ձևավորման, ամրապնդման գործում եւ նաև իմ հետագայում ղեկավարը գիտական։ Ես տեսա, որ գնահատվեց իմ սովորելը եւ արդեն ինձ ներգրավում էին տարբեր այսպես մրցույթների, տարբեր աշխատանքներում եւ այլն, բայց ես զգում էի, որ նրանք տեսնում են իմ աշխատանքը, իմ գիտելիքը, կարողությունը եւ որքան շատ էր, այնքան ավելի շատ էր ներգրավում եւ դա ինձ հնարավորություն տվեց, ինձ հասկանալ տվեց, որ ինչքան շատ կարևոր է, որ դու քեզ վրա հույսը դնես, որ դա քեզ տալիս է անկախություն։ Դրա համար օրինակ ինձ որ մեկ-մեկ այսօր ասում են, տեսեք, անկախ ես, գործիչը, անկախ չէ եւ այլն, ինձ համար դա այնքան սովորական բան է, դա այս քաղաքականությունով չի օրինակ, որ կամ ինչ-որ կյանքում իրավիճակով չի, որ դու պետք է անկախություն ապահովես թե ոչ։ Օրինակ անկախությունը ես ուրանդատ մտածում եմ իմ եսի մի մասն է։ Ես գիտեք, ես երբեք հովանավորներ չեմ ունեցել եւ երբեք չեմ սիրել ունենալ հովանավորներ։ Ոչ մեկի մարդը չեք։ Եվ ես հասկանում եմ, որ իրականում հովանավորներով չէ, որ դու քեզ վստահ զգալու կարիք ունես։ Հակառակը, նրանք ավելի քեզ խանգարում են։ Դրա համար ես սկսեցի, տեսեք, դժվարությունների մասին ես խոսեցի, բայց դա ինձ մոտ ձևավորեց դիմակայություն, դա ինձ մոտ ձևավորեց ավելի ուժ, այո, որ դու իսկապես կարող ես դա անել, եթե իսկապես նպատակը դրել ես, եւ օրինակ դրանից հետո ես իմ աշխատանքներում բավականին արագ սկսեցի ստանալ բարձր վարձատրություններ։ Այ դրա մասին մենք կշարունակենք տակու տեստի շուրջ, կփոխենք գինին։ Շնորհակալություն վստահության համար, պարոն Թաթոյան, հաճելի է լսել այս պատմությունները։ Պատրաստելու եմ ճագարի միսը սերկեֆիլով, ձիթայուղով տապակում ենք ճագարի միսը, լավ կարմրացնում ենք ճագարի կտորները, ուշադրություն, համեմում եմ աղով, սև պղպեղով և ուրցով, ուրցը հեռու չդնեք ամբողջ ընթացքում մեզ պետք է գալու, նախապատրաստում եմ սերկեֆիլը,
ճագարի մսի կտորները լավ կարմրացնելուց հետո հանում ենք թավայի միջից եւ հենց նույն յուղի մեջ տապակում ենք սերկեֆիլը։ Վրան ավելացնում ենք աղ, սև պղպեղ, կրկին ուրց եւ սխտոր։ Հիմա տապակվող սերկեֆիլի վրա ավելացնում եմ սպիտակ գինի, Երևան գինին եմ ընտրել, որը կանգուն եւ հրկացեթելի սորտերի խաղողի միքսն է։ Հիմա պետք է ավելացնենք։ Հիմա մի շատ տարօրինակ բան եմ անելու, որը իհարկե շատերի սրտով կարող է չլինել, բայց այն հատվածները, որոնք թավային են կպել, այսինքն այրված հատվածները մսից, սերկեֆիլից, սխտորից, կարևոր է, որ այսպես կարողանանք առանձնացնել թավայից եւ միքսենք գինու հետ, որովհետեւ դա շատ յուրահատուկ արոմատ է տալու մեր ճաշատեսակին։ Երբ մի փոքր գինին արդեն եռում է եւ ալկոհոլը ցնդում է, արդեն պետք է մսի կտորները հետ դնենք թավայի մեջ։ Կրկին ավելացնում ենք ուրց եւ կրակը դնում ենք ամենադանդաղ մարմանդ ռեժիմի վրա։ 1 ժամ հետո ավելացնում ենք նաեւ կաթ։ Կաթը 15 րոպեից ավել հանկարծ չեփեք, հակառակ դեպքում կկտրվի։ Շնորհակալություն շատ։ Մենք փորձելու ենք ճագար, սերկեֆիլով, սպիտակ գինով եւ կաթով։ Պարոն Թաթոյան, առաջարկում եմ ճագարի հետ փորձենք հնեցված, կարասում հնեցված թարիրին սպիտակը, որովհետև ճագարն էլ սպիտակ գինով է եփված, վստահ եմ, որ հրաշալի համադրություն է լինելու, կխնդրեմ դուք հյուրասիրեք։ Իհարկե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Փորձենք հուսամ հավանելու եք։ Տեսնենք այս մեր ճագարիկը երկար եփված մի քանի ժամ։ Ոնց է իրեն զգում։ Շատ համեղ է պետք է ասեմ։ Ձեր մոտ շատ լավ ստացվել է։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Թաթոյան։ Երբ խոսում էինք այսպես պատանեկության, մի փոքր մանկության շրջանների մասին, հատկապես երբ այդքան բան հաղթահարվել է երազանքների համար, ապագայի համար, ես հասկանում եմ, որ ձեր ծնողները շատ մեծ ազդեցություն են ունեցել ձեզ վրա։ Դրանք գուցեև հատուկ ընտրված դաստիարակության մեթոդներ չեն եղել, դրանք գուցեև հատուկ այսպես դասախոսություններ չեն եղել գիշերը մոմի լույսի տակ, բայց երևի թե նրանց ապրածը, նրանց վարմունքը ձևավորել են նաև ձեզ, այնպես ինչպես հավանաբար յուրաքանչյուրիս է ձևավորում։ Այո, ծնողները ինչ խոսք մեծ դերակատարություն ունեն մեր կյանքում։ Ինձ հետ կապված նախ ասեմ, որ դե մայրս մանկավարժ է, երբ փոքրուց մի շատ մեծ ուշադրություն է դարձրել մեր սովորելու հարցերի վրա, որ միշտ եւ միշտ ես ինչու միշտ գնահատում եմ իմ դաստիարակության հետ կապված, որ հիմքը դրել են իմ ծնողները, որ միշտ պետք է մեր հարցերը լուծենք ինքներս, մենք ինքներս, որ ամեն ինչում մենք պետք է դնենք առաջինը հույսներս մեզ վրա։ Եվ հիմա դա ինձ կյանքում շատ է պետք գալիս եւ ամբողջ կյանքում ինձ մոտ դա այսպես կարմիր թելի պես անցնում է, որ դու քո հարցերը պետք է ինքդ լուծես։ Երբեք չպետք է հույսը դնես ուրիշի վրա։ Եվ ես սկզբում ասացի, որ մեր տան սկզբունքը, որ մենք ընտանիքով ինչ խնդիր էլ որ կա, այդ որ ասում են, չէ, էլի ամուտ աբորը թասիբը հավաքած, դու քո խնդիրները դու պետք է լուծես քո ընտանիքի ներսում, քո ընտանիքի մեջ։ Իհարկե ընկերները կարևոր են, բոլորը կարևոր են, բայց եթե դու չունեցար քո հարցերը լուծելու կարողություն, եթե դու չկարողացար ճիշտ գնահատես ինչպես կարող ես լուծել ընտանիքի անդամների հետ միասին, մեկի թերությունները, մեկի կարողությունները հաշվի առնելով, իսկ մայրս, որ մանկավարժ էր, միշտ ուշադրություն էր դարձնում հենց սովորելու ուսման հարցերի վրա։ Ես հիշում եմ, երբ մենք
ընտանիքով տեղ էինք գնում, մայրս միշտ մեր գրքերը, դասերը վերցնում էր եւ ես ու միշտ ուշադիր էր, եթե որ հանկարծ օրինակ եթե գնում ենք որևէ տեղ, ասենք կան տարբեր ընտանիքներ, որ նաեւ էլի մոտեցում է, որ ասում են օրինակ դեր այսօր թող երեխան դաս չսովորի, գնում ենք այս ինչ տեղ։ Մենք գնում ենք, եթե դաս ունեի, ես անպայման թեկուզ մեքենայի մեջ ճանապարհին գալուց լիներ, այդ կոնկրետ տեղում լիներ, չէ, մենք պետք է միշտ շատ նորմալ դասերը սովորացնենք, որ դպրոցը անպատրաստ չգնայինք եւ հետագայում իհարկե դա սա ասում եմ փոքր տա բայց ներքին ընդվզում չունեիք այդ կարգերի դեմ չէ որովհետեւ միշտ դա կարգ չէր այդպես ոչ պարտադրանք է եղել ոչ կյանքի մոտեցում էր երևի հա ավելի շատ ինձ միշտ գիտեք հիմա էլ իմ աշխատանքային գործունեության մեջ էլ է այդպես որ երբեք չլինի որևէ իրավիճակ որ չլինես անպատրաստ օրինակ ես միշտ որևէ պատասխանատու հանդիպման կամ առասարակ որևէ հանդիպան քննարկման երբ գնում եմ ինձ համար որ այն իրավիճակը որ կարող է հարցեր տան ես պատրաստ չլինեմ չկարողանամ պատասխանել ինձ համար դրանք բացարձակ այսպես անընդունելի են եւ դրա համար կարևոր է որպեսի ամեն ինչ իհարկե ժամանակացույց կա ճիշտ պետք է կարողանաս ժամանակը գծել եւ այլն բայց այ նման հարցերը շատ կարևոր են եւ ծնողների դերը նաեւ նրանով պետք է արժևորես թե իսկապես ինչպես ես գնահատում նրանց արած օրինակ ես հիշում եմ դա նաև բավարարվածություն է հոգեպես բնականաբար երբ իմ հայրը մեր մեքենան վաճառեց որպեսզի քննության համար պատրաստվեինք ես հետո նորս համար երբ արդեն ինքս այդ կարողությունը ունեի Mercedes Magrish-ի մեքենա գնեցի Այ հիշում եք այդ հարցը որ առաջին բաժնում ես միջանկյալ շատ հետաքրքիր է որովհետև այդ շնորհակալ լինելը շատ կարևոր է նաև այո պատասխաններ տալով համապատասխան քայլեր անելով իսկ մորս համար էլ նաև ամուսնական մատանին որ վաճառել էր այդ մատանին գնեցի բերեցի ասացի որ սա մամայիս որ սա այն մատանին է որ դու մեզ համար վաճառել ես որպեսզի մենք գումարի որևէ մեկի դուրը նայելու կարիք չունենանք տեսեք որքան դժվարություններ են եղել որը այո իմ մեջ հետագայում ձևավորել է դիմակայունություն ես որ հիմա մտածում եմ ես որ մտածում եմ տեսեք տարբեր մենք ֆիլմերից ես տարբեր պատմություններ լսում ես որ մարդիկ չհարանում են նման դժվարություններ չէ՞ ասում դժվար մանկություն ունեցել ինձ մոտ հակառակն է ամեն ինչ եղել ինձ մոտ ամեն ինչ դրական է ձևավորվել ես օրինակ երբ տեսնում եմ որևէ մարդ ով լավ հաջողությունների է հասել ես միայն ուրախանում եմ դրանից այդ սկսում եմ մտածել այս մարդը ինչ լավ բաներ է արել որ այդպես է եկեք մենք էլ անենք մենք էլ կկարողանանք անել եւ դրա համար շատ կարեւոր է որ մարդկանց այս կամուրջներ կառուցելը իրար միավորելը լինի հենց այդ դրականի վրա մարդկանց նմանություններով հաջողություններով դու գիտեք նաեւ այս ամենը այդ որ ես պատմում եմ կարողացա սա անել այս բանը ձեռք բերել եւ ժամանակի դժվարությունները որ եղել են մենք երբեք շատ կարեւոր է որ դու երբեք չկարողանաս հույսը դնել ուրիշի վրա ասենք ասես դե լավ ես չեմ կարողանում գնամ ուրիշից ուզեմ գնամ սրանից ուզեմ նրանից ուզեմ բա ոնց անենք որ մեր երեխաներն էլ պարոն Թաթոյան այսօր հիմնականում երեխաները ամեն ինչ ունենում են էլ մեզ նման չեն հա որ ամբողջ տարի սպասեն նոր տարուն տեսնեն ինչ նվեր են ունենալու ամբողջ օրը նվերներ փարթիներ իվենթներ զգեստներ եւ այլն ես երբեմն մտածում եմ որ այս ամեն ինչը գուցե խանգարելու է նրանց ավելի նպատակասլաց դառնալու Որն է այդ ոսկե միջինը, ինչպես անել, որ երեխան այո եւ ժամանակի հետ համընթաց քայլի եւ միևնույն ժամանակ պայքարող լինի, երազանքներ ունենա, ոնց անենք։ Դուք ձեր երեխաների հետ ոնց եք այդ հարցը լուծում։ Սա իրականում շատ կարևոր հարց է եւ շատ արդիական բոլոր ծնողների մոտ առասարակ ու մեծերի Իհարկե մենք ցավոք սրտի ունենք երեխաներ, ընտանիքներ, որոնք այսօր տարական պայմաններ չկան եւ այլն, որը շատ վատ է եւ դա համար մեկ խնդիրներից մեկը պետք է լինի լուծելու մեր երկրում, բայց դուք ճիշտ եք ասում, շատ հետաքրքիր բան է ինքը, արդյոք օրինակ ես մեկ-մեկ մտածում եմ իսկապես, օրինակ
երեխայի համար դու ապահովես, այսինքն ոչ թե ապահովես, այլ լինեն ինքը դժվարություններով հասնի, թե շատ հեշտ եթե տրվի երեխային ամեն ինչ, դե այդպես հեշտ է կսովորի։ Օրինակ մեզ մոտ այդ խնդիրը հիմա չկա, որովհետև մենք ինքներս, քանի որ ընտանիքում ես եւ կինս ուսման հետ միշտ գիտելիքը, կարողությունը, ուսումը մեզ համար շատ կարեւոր դեր է եղել, մեր երեխաներն են այդպես մենք դաստիարակում ենք եւ ու այդտեղ ես միգուցե կարևոր է, բայց օրինակ մեր օրինակով ասեմ դա ավելի շատ կապված է նրա հետ, որ դու երեխային դաստիարակես այն հոգեբանությամբ, որ ինքը պետք է գիտելիք ստանա, իր հարցերը լուծի, ինքն իրեն կերտի։ Ես մի քանի անգամ ասել եմ սրա մասին։ Մարդն ինքն իրեն պետք է կերտի։ Ես համարում եմ, որ այն ճանապարհը, որով ես անցել եմ, ինձ հնարավորություն է տվել ինքս ինձ կերտել, այսինքն գիտելիք ստանալով, կարողություն հասկանալով նպատակադրումների, նաև արդյունքում եւ այլն, կարողանում ես իսկապես հասնել այն նպատակներին, որ հստակ այն որոշումներին տեր լինել, որ դու դրա հետևից գնում ես։ Դրա համար ես ասացի, որ ի սկզբանե, օրինակ ես որ երբ որոշել էի ընդունվել իրավագիտությամբ իրավաբանական այն ժամանակ ֆակուլտետ, եւ վերջ ես այդ որոշման տերն էի ու ամեն ձև ամեն ինչով պետքա ամեն ինչ անեի, որպեսզի իրականացնել այս կողմ այն կողմ էլ չես նայում, պետք է ամեն ջանք գործադրես, որպեսզի կարողանաս հասնել այդ նպատակին։ Հետագա գործունեությունը եւ կյանքը ապացուցեցին, որ ճիշտ էիք հասկացել, որ գիտելիքի վրա է պետք շեշտը դնել։ Նախ ասեմ ձեզ, որ եթե ես 10 հնարավորություն ունենայի, 10-ն էլ երևի թե կընտրեի իմ մասնագիտությունը, որովհետև շատ եմ սիրում, այս մասնագիտության մեջ այնքան հետաքրքիր բնագավառներ կան, ամեն անգամ մի բնագավառ կընտրեի, բայց կարծում եմ կմնայի երևի թե նույն մասնագիտության մեջ, բայց իհարկե կյանքի ճանապարհը տալիս է շատ աշխարհայացքն է փոխում, փորձը եւ այլն, բայց գիտելիքը, տեսեք ես միշտ երկու բան եմ իրարից տարանջատում, գիտելիքը եւ կարողությունը։ Շատ կարեւոր է իհարկե որ դու ունենաս գիտելիք, բայց այդ գիտելիքը պետք է նաեւ կիրառես, կարողանաս ցույց տալ, ճիշտ տեղերում ցույց տալ եւ այլն, որպեսզի կարողանաս արդյունքի հասնել։ Իսկ գիտելիքը իմ կարծիքով ես օրինակ այդպես եմ միշտ շարժվել, ինքը տալիս է, ես իմ կյանքով եմ զգացել, որ տալիս է ինքնուրույնություն, վստահություն, առաջ գնալու պայմաններ է ստեղծում, ինչը շատ կարևոր է։ Օրինակ ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում, քանի որ եւ արդեն լեզուների էի տիրապետում այդ ժամանակ, ավարտել էի ռուսական դպրոցը, ուկրաինական ուսուցման դպրոցը էի նաեւ հաճախել գիտեի անգլերենը նաեւ ես շատ արագ սկսեցի նաև միջազգային ասպարեզում ընդգրկվել եւ իմ կյանքում այնպես եղավ, որ իմ աշխատանքի համար վարձատրությունը բարձրացավ շատ այսպես միանգամից ասելով, որովհետեւ դա այդ ժամանակ գիտելիքին համապատասխան էր նաև լեզուների իմացությունը եւ այլն եւ ես նաև հիշում եմ զուգահեռ դեռ իհարկե սկզբնական ժամանակաշրջանում մի քանի աշխատանք էի անում, օրինակ աղջիկս փոքր էր, ծնվել էր, շատ լավ հիշում եմ, որ գիշերները նաև թարգմանություն էի անում ԵԱՀԿ-ի օրինակ համար, չգիտեմ, այլ միջազգային կառույցների, հիշում եմ աղջիկս այս ձեռքիս այս մասն էր, փոքր էր, գիշերը դնում էի ձեռքիս, կինս երբ քնում էր, աղջիկս հանգած լացում էր, դնում էի ձեռքիս, մի ձեռքով իրեն այսպես օրորում էի եւ մի ձեռքով տպում էի, լավ հիշում եմ Եվ առանց դժգոհելու եք, չէ՞ դա անում։ Չէ, մեծ սիրով էի անում, որովհետև այդ շատ կարևոր պահ է, էլի։ Չէ, դա այսօր այդ պատմությունը երկու երես է սկսում ունենալ, հասկանալու համար տղամարդը դա արել է հաճույքով, վայելելով, թե այն որ վայ մնացել է երեխան ինձ վրա։ Այ որպես հայրիկ, էլի հետաքրքիր իմ երջանկության մասն է, իմ ընտանիքի, իմ հայրական որպես հայր իմ երջանկության մասն է։ Ես հիմա երբ հիշում եմ դա, շատ մեծ ուրախությամբ եմ հիշում, մեծ միշտ հույզերով եւ այլն, ու երեխաներից երբ պատմում եմ, դա էլ շատ հուզիչ է, ու երեխաները ամեն անգամ ծիծաղում են, ուրախանում են դրանից իհարկե երկու երեխաներից հետ էլ կան նման կապված պատմություններ եւ հիմա տեսեք եւ աշխատանքային այս գործունեությունը իմ դրա համար շատ տարբեր է եղել, որովհետեւ
Եվ ինքը հնարավորություն է տվել տարբեր բնակավարների փորձ ձեռք բերել, գիտելիք ստանալ ու այնպես է ստացվել, որ ես շատ աշխատել եմ ինչպես ընդունված ասել, բազմամշակույթ ոլորտներում, այսինքն տեղեր, որտեղ տարբեր ազգություններ են եղել, տարբեր կրոնի ներկայացուցիչներ են եղել, օրինակ իմ առաջին աշխատանքային այցերը արտասահման սկսվել են բավականին վաղ տարիքից, բայց դրան ոչ թե գործուղումներ են եղել, այլ ես սկսել եմ մասնակցել միջազգային միսիաների, միջազգային առաքելությունների, պատվիրակությունների կազմում, ղեկավարել եմ պատվիրակություններ, օրինակ իմ աշխատանքային գործունեության ընթացքում ես բարեփոխումների միջազգային ծրագրերի եմ մասնակցել, ինքս եմ ղեկավարել աֆրիկյան պետություններում, Մարոկոյում, Թունիսում, Միջին Արևելքում, եվրոպական երկրներում, հետխորհրդային երկրներում, հատկապես ազատազրկվածների եւ կանոնավորների հետ է ձեր աշխատանքը։ Ազատազրկվածների հետ շատ է եղել նրանց իրավունքների պաշտպանության, բայց նաեւ տարբեր օրինակ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում, Մոնտենեգրոյում, տարբեր այլ պետություններում ես միջազգային պատվիրակությունների, ստուգող պատվիրակությունների ես երբ շատ լավ ինձ համար ամենատպավորիչներից են միշտ որ հետարքի հիշողություններ են կապված եղել իմ աշխատանքը եվրոպական երկրներում, երբ դու գնում ես ուղղակի 1 ամսով գրեթե եւ 1 ամիս գրեթե քո նեղ պատվիրակությամբ, որտեղ հայ չկա ընդհանրապես, դու աշխատում ես փակ հաստատություններում, հոգեբուժարաններ, բանտեր, ոստիկանության բաժիններ եւ այլն։ Ու դա հնարավորություն է տվել, գիտեք, դա աշխարհայացք է մեծացնում, հնարավորությունները, հասկանում ես տարբեր մշակույթներ, դրա բնականաբար դեպի զարգացում է տանում։ Ես աշխատել եմ նաև Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայի խորհրդի փորձագետ էի այդ ժամանակ, միջազգային փորձագետ, եւ գրեթե բոլոր, գրեթե չասեմ բոլոր, բայց եվրոպական հատվածից Ռուսաստանի մինչև Սիբիր եւ Կովկասից մինչև Հյուսիս եղել եմ քաղաքներում, Խաբարովսկ, Պիտիգորսկ, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա եւ այլն։ Դա էլ հնարավորություն է տվել այդ հոգեբանությունը հասկանալ տարբեր ուղղություններով, օրինակ Միջին Արևելքում, Հորդանանում աշխատանքը, Երուսաղեմում աշխատանքը, Պարոն Թաթյան, ես խիտ դա էլ Միջին Արևելքի հոգեբանությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ նաև աշխատել եւ սովորել այնտեղ։ Դա էլ այդ հոգեբանությունն է, այսինքն եւ այդ ամենը ես միշտ հետո հետս բերել եմ Հայաստան։ Ասենք, երբ օրինակ ես աշխատել եմ պետական համակարգում, տարբեր բնակավարներում, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախարար դատական համակարգում, իրավապահ մարմիններում աշխատել եմ հասարակական կազմակերպություններում, նաև հետագայում փոխնախարարի պաշտոնում մարդու իրավունքների պաշտպան, զուգահեռ գրեթե միշտ հնարավոր բոլոր իրավիճակներում ես աշխատել եմ այս միջազգային պատվիրակություններում եւ միշտ այդ ամենը բերել եմ Հայաստան։ Իմ կոնկրետ աշխատանքի մեջ ներդրել եմ, որ լավագույնը աշխարհից բերենք, սա շատ կարեւոր է։ Այս խիտ կենսագրությունը աշխատանքային մեկ-մեկ չի ստիպում ձեզ մտածել, որ ոնց որ մի քանի կյանք ապրած լինեք։ Գիտեք, այ որ սկսում եք վերլուծել ձեր արածը, ձեր ստացածը, ձեր ուսումնասիրածը, գիտելիքը եւ այլն ճամփորդությունները, աշխատանքային, ձեզ մոտ տպավորություն չի լինում, ոնց որ մի քանի կյանք ապրած լինեք։ Հետո սկսեք մտածել ամենալավը որ հատվածներ, որ կուզենայիք ամենաերկարը լիներ։ Գիտեք, իրականում կա այդպիսի տպավորություն ասեմ, թե այդպիսի ընկալում, դու ինքդ քո մեջ երբ մտածում ես կա, բայց ես մի կողմից շատ ուրախ եմ, որ այդպես է եղել, որովհետև ինձ պետք է երևի թե 3-4, եթե ես հանկարծ չհամատեղեի նման բաները, օրինակ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորում էի, Պենսիլվանիայի համալսարանում, որը աշխարհի լավագույն համալսարաններից է, ընդ որում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Թրամփը նույնպես ավարտել է այդ համալսարանը։ Ես երբ սովորում էի, այնտեղից գնում էի Եվրոպա միջազգային առաքելությունների աշխատանքով եւ գալիս էի։ Եվ այնպես էր ստացվել, որ անգամ այդտեղ սովորելու ընթացքում գնում գալիս էի եւ միջազգային այդ բանը պահում է ու ինքը ինձ պահում էր շատ, այսպես ասում եմ, ֆորմայի մեջ, որովհետեւ դու իրական կյանքում տիրապետում էիր ինչ է կատարվում աշխատանքային process-ում եւ դա քեզ միշտ եւ գիտելիքով եւ կարողությունով հարուստ է պահում եւ այստեղ մի բան կա, շատ կարեւոր է ցանցային նաեւ այսպես ինչպես ասում են network-ը, այսինքն մարդկային հարաբերությունների կապիտալը եւ մենք դրա համար մեր երեխաների համար, մեր սերունդների համար պետք է անպայման դա անենք գիտելիք
կարողություն եւ մարդկային կապեր։ Սա շատ կարեւոր է։ Մենք մեր պատմության մեջ բազմաթիվ դեպքեր չունենք, որ մեր հայերը, մեր հայրենակիցները աշխարհահռչակ կամ ուղղակի իրենց համար ապրում են տարբեր տեղեր, մեկը աշխատում է ինչ-որ կարևոր կազմակերպությունում, մեկ ուղղակի գործարար է, երգիչ է եւ այլն, նրանք բոլորը մերն են։ Ինչքան նրանք ես նրանց համարում եմ բոլորին մեր դեսպանները։ Ես երբ սովորում էի Ամերիկայում, հետո նաեւ սովորել եմ Եվրոպայում, հետո թեկնածուական ատենախոսությունս գրել եմ ռուսերեն, որտեղ իմ առաջին օպոնենտը Ռուսաստանի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից էր, եւ այդ ամենը ես երբ անում եի, գիտեք, իմ մոտ միշտ այդ զգացողությունը եղել է, որ ես ներկայացնում եմ հայ ժողովրդին, հայ ազգին, որտեվ դա նաեւ գալիս է իմ Ուկրաինայում սովորելու տարիներից, որովհետեւ այնտեղ երբ ուրեմն ներկայացական էին անում, անպայման չգիտես ինչի ազգությունը ասում էին։ Ազգային պատկանելությունն ասում էին եւ իհարկե, ասենք օրինակ ասում էին օրինակ ռուս, ուկրաինացի եւ միշտ կարդում էին Արման Թաթոյան, ընդ որում մենք ենք հայ, դա մի քիչ այլ պատմություն է եւ միշտ ասում էին կարդում էին հայ։ Ու դա իմ մոտ ձևավորել է, որ ես ներկայանում եմ ինչ որ մեկին, ինձ ճանաչում են նաեւ որպես հայ, որովհետեւ դա դարձել է իմ ազգային անձնական ինքնության մասը։ Ու դրա համար, երբ որ ես դրանից հետո արդեն տեսեք, դա իմ գիտակցական ամբողջ տարիքում, դպրոցական տարիքում միշտ այդպես են ասում։ Ու գրեթե ամեն օր ներկայացական են եւ ամեն օր ասում էր Արման Թաթոյան հայ։ Այսինքն պատկերացրեք ոնց ասում են, օրինակ, անուն, ազգանուն, հայրանուն եւ ազգային պատկանելություն։ Դպրոցում դուք պատկերացեք ամեն օր այդպես ասեն։ Եվ քո մոտ արդեն մտնում է քո մեջ, որ այդ ազգային պատկանելությունը քո ինքնության, անձնական ինքնության մաս է։ Դուք իրարից անբաժան եք։ Դրա համար հետագայում երբ ես արդեն աշխարհում տարբեր տեղեր աշխատում էի, տարբեր միսիաներում եւ այլն, ինձ համար ես զգում էի, որ նաև ես ազգային պատկանելությամբ հայ եմ, այդ հպարտություն է, օրինակ, եւ միշտ ինձ համար Հայաստանը մեծ արժեք է եղել, օրինակ, ես երբ միջազգային պատվիրակությունների ժամանակ գնում էի լուսանկար, ասենք, ենթանենք եղել է տարբեր անգամ լուսանկարվում են բարձր հանդիպումների ժամանակ, պրոտոկոլային հանդիպումների ժամանակ երկրի անունը, եթե լուսանկարվում են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, լինում է կամ ինչ որ որևէ տեղ կպցրած, կամ լինում է նաև գետնին։ Ես հիշում եմ բոլորը գրեթե գալիս կանգնում էին, կամ բոլորը լավ չեմ էլ նկատել ոչ մի, գալիս կանգնում էին իրենց երկրի վրա եւ կարգն է այդպես, դու պետք է գաս կանգնես քո երկրի վրա։ Ես դա երբեք չէի կարողանում տանել, միշտ գալիս էի Հայաստան գրածը վերցնում էի դնում էի գրպանս, անդրում անպայման ծոցագրպանս, նոր կանգնում նկարվում էի։ Միշտ ես ինձ հետ դա տարել եմ։ Եվ այս աշխատանքային բազմա մշակութային այս բնագավառում աշխատելը քեզ տալիս է հնարավորություն նաև զատելու էմոցիոնալ հատվածը ազգային ինչ-որ ազգերի հետ կապված քո գործնական խնդիրներից։ Օրինակ իմ պատվիրակությունների մեջ եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ես ունեցել եմ պատվիրակություններ, որոնք ղեկավարել են, որտեղ եղել են ադրբեջանցիներ, որտեղ եղել են Թուրքիայի ներկայացուցիչներ։ Նրանց հետ աշխատանքային հարաբերությունները ինձ ոչինչ չի խանգարել, որպեսզի ես օրինակ աշխատել եմ տարբեր նման ազգերի ներկայացուցիչների հետ, բայց տեսեք, ինձ դա երբեք հետ չի պահել, որ ես իմ ազգի, իմ ժողովրդի շահերը կատաղի պաշտպանեմ, երբ դրա կարիքը կա, բայց դու պետք է հասկանաս, թե ինչպես կարող ես այդ հարաբերությունները ճիշտ օգտագործել, իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Պարոն Թաթոյան, եթե այս հարցին փորձեք պատասխանել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ մարդ, ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել։ Ես իմ ամենամեծ ցանկությունը, երազանքը, որ ես իրոք հավատում եմ դրան։ Ես ուզում եմ տեսնել Հայաստան, որ ինքը կարողանում է իր հարցերը լուծել։ Ես ուզում եմ տեսնել Հայաստան, որտեղ կա ապահովություն, որտեղ մարդը ունի իր ապագայի համար, երեխայի համար ապագա է տեսնում, ապահովություն է տեսնում։ Ապահովություն նկատի ունեմ ոչ միայն եւ ոչ այնքան երևի թե նյութական, այլ անվտանգության առումով, հոգ տանելու, հային տեր լինելու։ Ես ուզում եմ տեսնել Հայաստան, որ տեր է աշխարհի բոլոր հայերի։ Գիտեք, ես օրինակ միշտ իմ երազանքներից է, որ եթե ես հնարավորություն կամ երբ ես հնարավորություն ունենամ, ես հենց ամեն ինչ օրինակ անելու եմ դրա համար, որ երբ հայը գալիս է Հայաստան կամ Հայաստանի քաղաքացին, իր համար պետք է կարմիր գորգ փռած լինի։ Հենց այդպես կարմիր գորգ, որ ինքը իմանա իր տուն է եկել։ Կամ չէ՞ մենք գրում ենք տարբեր երկրներ իրենց քաղաքացիների համար առանձին գծեր են։ Ես շատ
Ինձ համար դա օրինակ շատ կարևոր չափանիշներից է, որ ինքը իմանա, որ ինքը իր տուն է եկել, դա տոն է իր համար։ Եթե ինքդ կարողություն չունես քեզ պաշտպանելու, նշանակում է ամեն ինչ ինքնախապեյություն է, ուղղակի ինքնախապեյություն։ Այդ ինչ որ մեկը, եթե դու կարողություն չունես, նշանակում է ինչ որ մեկի հույսին պետք է լինես, չէ՞։ Իսկ այդ մեկը միշտ իր շահերը ունի, ճիշտ է, իր մասին է մտածում, իր շահերը ունի, ինչը բնական է։ Եվ միշտ զոհաբերելու է, ինչ որ մի պահի զոհաբերելու է։ Այո, ցավոք, պարոն Թաթոյան, ես առաջարկում եմ մենք անցնենք մեր վերջին հատվածին, ավելի քաղցր հատվածին։ Փորձենք։ Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը 2026 թվականին նշում է իր 25-ամյակը։ Տարին տոնական է իմ գործընկերոջ համար եւ իհարկե ինձ համար է տոնական, որովհետեւ ես եւ իմ սիրելի թիմը ամբողջովին կցված ենք Վալան գրուպի տոնական տարին էլ ավելի հետաքրքիր եւ ձեզ համար ձեռնտու դարձնելու համար։ Այնպես որ ես առաջարկում մենք հիմա դիտենք մի տեսանյութ, որը կպատմի այս 25 տարիների աշխատանքի մասին։ Վալան գրուպը 25 տարեկան է։ Հիմնադրվելով 2001 թվականին, Վալան գրուպն իր գործունեությունը սկսել է որպես փոքր, բայց վստահելի ընկերություն։ Տարիների ընթացքում այն վերածվել է բազմաճյուղ, բազմապրոֆիլ կազմակերպության, համադրելով արտադրություն, ներմուծում, տեղադրում եւ համալիր լուծումներ։ Այս 25 տարիների ընթացքում ընկերությունը շարունակաբար ներդրել է նոր տեխնոլոգիաներ, զարգացրել արտադրական հզորությունները եւ ձևավորել մասնագիտական ուժեղ թիմ, արձագանքելով շուկայի փոփոխություններին եւ ժամանակի պահանջներին։ Այսօր Վալան գրուպը Հայաստանի առաջատար արտադրողներից է ալյումինե դռների եւ պատուհանների, ֆասադային համակարգերի եւ ժամանակակից կոնստրուկցիոն լուծումների ոլորտում։ Եվ իհարկե, ոչ միայն։ Այսօր Վալան գրուպն ունի 8 մասնաճյուղ, ավելի քան 200 աշխատակից, 40,000-ից ավել իրականացված նախագծեր։ Այս թվերի ետևում կանգնած են տարիների փորձը, հազարավոր գոհ հաճախորդներ եւ ոլորտում ձևավորված վստահելի ու կայուն հեղինակություն։ Վալան գրուպը միավորում է մի շարք ինքնուրույն եւ հաջողված բրենդեր՝ Վալան Doors, Euro-Access, Վալան Furniture, Volhovets, Վալան Decor ընկերությունները։ Վալան գրուպի ուժը ոչ միայն արտադրանքն է, այլ նաեւ մոտեցումը, որակ, պատասխանատվություն, ճշգրտություն եւ շարունակական զարգացում։ Ավելի քան 25 տարվա ճանապարհը դեռ ավարտ չէ, այլ հիմք նոր նպատակների, նոր տեխնոլոգիաների եւ նոր հաջողությունների համար։ Պատրաստելու եմ տանձով եւ շերտավոր խմորով դեսերտ։ Խնդրում եմ միայն թե ստացվի։ Մաքրում ենք տանձի կեղևը։ Սկսում ենք պատրաստել։ Հաշվելով տանձի քանակը, հաշվի առեք, թե որտեղ եք դնելու եւ որտեղ եք մեղրը սկսելու ծորացնել։ Մի փոքր դարչին ենք անում տանձի վրա, պատրաստի շերտավոր խմորը, ուղղանկյունաձև կտրում եմ եւ բաժանում եմ այնքան մասերի, որքան տանձ որ ունեմ։ Պայմանական աշխատեք խմորին տալ տանձին հարմար ֆորմա։ Ահա այստեղ։ Եվ պատում ենք հավկիթի դեղնուցով, որ լավ կարմրի մեր քաղցրավենիքը։ Դնում ենք ջեռոցը, որը արդեն տաք է 180 աստիճան։ Պատրաստ է արդեն։ Իսկ ես վախենում էի, որ լավ չի ստացվի։ Վալա։ 1, 2, 3։ Մատուցում ենք պաղպաղակով։ Շնորհակալություն։ Տանձ է ընկույզ մեղր դարչին շերտավոր խմորի մեջ,
Ես միշտ օրինակ նախանձով եմ նայել իմ մայրիկը ինչպես է կարողանում այս շերտավոր խմորը այդպես հմտորեն ծարքել, գաթաներ թխել։ Ես պիտի ասեմ, որ մի փոքր գլուխ եմ պահել, շերտավոր խմորը պատրաստ եմ վերցրել միանգամից, իսկ մնացածը արդեն երևակայության հարց է։ Իսկ բոլոր կանայք ունեն, չէ՞, այդպես խորամանկություններ, ինչպես անեն, որ այն ինչ չգիտեն, չեն կարողանում փակեն, չերևա, ձեր կինն էլ է կարողանում նման խորամանկություններ անել։ Ես կարծում եմ այո, բայց հիմա շատ լավ պատրաստում է եւ ես շատ անչափ սիրում եմ իմ աղջիկը։ Եվ տարբեր ուտեստներ է պատրաստում ու հատկապես ես սիրում եմ իր պատրաստածները փորձել եւ ինչ է լինի գիշերը գնամ սոված լինեմ չլինեմ պետք է անպայման մեկը փորձել դեգուստացիան ձեզ են վստահում բայց ազնիվ եք ասում լավ էր բաթեր բայց իսկապես լավն է ասենք ես իսկապես շատ եմ սիրում ու անգամ եթե գիտեք այստեղ լավի վատ անգամ եթե լինում է մի փոքր այնպես չի ինքն էլ ասում բայց դա քեզ համար այնքան լավն է, որովհետև ես առաջին անգամ եմ առասարակ դե բնականաբար առաջին անգամ նման այդ զգացողություն ունենում, որ ուզում է ինձ թվում է ուզում իհարկե իսկապես շատ լավ է պատրաստում, բայց ուզում է այն ամենավատը լինի, ես մեկը ամենամեծագույն հաճույքով դա կուտեմ, որովհետև իր պատրաստածն է։ Նույնը վերաբերում է իմ ընտանիքի մեր բոլոր նաև անդամներին թե մորս, թե քրոջս, թե իհարկե կնոջս նաև։ Եվ ձեր կնոջ անունն է Գայանե եւ մայրիկի հետ պատահականություն էր, պարոն Թաթարյան։ Այդպես է ստացվել, այո, երկուսի անունն էլ Գայանե է։ Բայց ենթագիտակցորեն, եթե այսպես խորանում եք, փնտրում եք այնպիսի կնոջ, որ ինչ որ բանով նման կլինի, չէ՞, ասում են, չէ՞ տղամարդիկ սովորաբար։ Այդպես չէ, պարզապես ոչ թե մամային նման լինի, այլ ուղղակի այն սկզբունքներն ունենա, այն հատկանիշները, արժեքները, որոնցով ես եմ դաստիարակություն ստացել եւ ես եմ, այսինքն այդ սովորական ընտանիքի կարճ ասած լինի դաստիարակություն ստացած եւ այլն։ Փորձենք, որտեվ հարց ունեմ այս թեմայի շուրջ։ Փորձենք։ Շատ համեղ է։ Ամենակարևորը շատ քաղցր չէ, ես քաղցր գրեթե չեմ սիրում, չեմ ուտում շատ քաղցր։ Պարոն Թաթոյան, ինձ մոտ տպավորություն է, երբ դիտում եմ նյութերը, որտեղ հատկապես այս վերջին շրջանում ավելի ակտիվ են ձեր շրջայցերը, հանդիպումները, որ դուք իրականում ինչքան են խոսում ենք գիր, գրականություն, կրթություն, գիտելիք եւ այլն, բայց դա մեր մի կողմն է։ Կա այդ մեդալը մի հատ հակառակ կողմ ունի, այն Թաթոյանը, որը սիրում է գյուղում լինել, հողի հետ շփվել, ճիշտ եմ հասկանում, թե այնուամենայնիվ նախընտրական արշավ իրեն անում եւ պետք է նման բաներ անել։ Դա ընդհանրապես նախընտրականի նման բաների հետ կապ չունի, տեսեք, ես այնպես է ստացվել, որ ամեն ինչ արել եմ իմ կյանքում։ Գրեթե ամեն ինչ, այդ գյուղի հետ կապված ձեր ասած, նախ այն որ երբ քրոջս հետ փոքր ժամանակ մենք 3 ամիս կամ ամառային արձակուրդներ ինչքան էին տևում, անցկացնում էինք գյուղում։ Դա կարող է լինել հորաքույրներից տանը, հորեղբայրներից տանը, օրինակ Մարտունիում հորեղբայրներից տանը, Էջմիածնում հորաքույրներից տանը։ Եվ այդ ընթացքում բնականաբար անընդհատ երեխեքով, չգիտեմ, գյուղի երեխեքի հետ խաղալ, տալ, առնել, ընկնել, հելնել, չգիտեմ, կռվել։ Եվ հետո արդեն երբ 5-րդ դասարան էի, տեղափոխվեցինք ընտանիքով Ուկրաինա, այնտեղ արդեն այնպես էր ստացվել, մեր տունը սեփական տուն էր, ամբողջությամբ իրականացրել եմ գյուղատնտեսական, այն լրիվ գյուղատնտեսական կյանքով եմ ապրել, այսպես ասած։ Դե օրինակ մի քանի բան պատմեմ։ Օրինակ ամեն օր ես դպրոցում սովորելու զուգահեռ ամեն օր ժամը 6-ին արթնանում էի, դրա համար մինչև հիմա իմ մոտ շուտ արթնանալը կա, ես միշտ շուտ եմ գնում աշխատանքի, երևի ամենաշուտն եմ գնում, հիմա ամենաշուտը եւ ամենաուշը գնում եմ։ Նու այսինքն որտեվ գործն է շատ մի խոսքով, բայց շուտ արթնանալը այդտեղից է մնացել եւ օրինակ ես ամեն օր ժամը 6-ին արթնանում էի, կենթայիների ընկեր էի տալի, որոնց ես պահում էի, գալիս էի,
Էլի նորից դրանց հետ պետք է նորից կերակրել, չգիտեմ, տակը մաքրել, էս անել, այն անել, նորից էլի դասերն էի սովորում, էլի գնում էի, չգիտեմ, խոտ հնձել, խոտ կապել, հորս հետ օրինակ ամեն ձմեռից առաջ մեր խաղողի այդ բաները, որ ունեինք, այդ այգիները, թարմաները, այսինքն դրանք էտել, հողի տակ թաղել, որպեսզի ձմռանը չսառի, կարճած ամեն ինչ այլ ենք, հիշում եմ պապայից սովորել էի։ Շապիկով փողկապով։ Չէ, ընդհանրապես ես տեսեք, ես մանկության իմ տարիները ընդհանրապես անցել են sense հողերի, քարերի, որ ասում եմ, այդ ամբողջ լրիվ խառնված։ Եվ էլ չասեմ, որ օտարտեղ ուսում սովորելու ժամանակ անընդհատ սկզբում ինչքան կոնֆլիկտներ էին լինում, էլ կռիվ դավի, էլ սրա հետ, նրա հետ, եւ նրա համար ոչ թե ես եմ իմ բնույթով կռվար եղել, այլ անընդհատ այդ հայ լինելու համար էինք անընդհատ կռիվներ անում, որտեղ մենք էինք հայ դպրոցում, անընդհատ փորձում էին, դե երեխաները ոնց են, չէ, ասենք այդ բուլինգը կա, իրար եւ երեխաները շատ դաժան են, չէ, դա անում։ Ասենք կարող էր ազգային պատկանելիության հողի վրա լինել, չգիտեմ, ուրիշ բաներ, անձնական վերջը շատ էր լինում։ Ու ես դրա համար շատ եմ սիրում գյուղատնտեսական աշխատանքները, շատ եմ։ Ու գյուղացիների հետ, երբ մենք գնում ենք մեր գյուղերում հանդիպման մարդկանց հետ, ինձ նման բաները այնց հոգեհարազատ են, որովհետև օրինակ իմ պապայի հետ մենք հիշում եմ պապան սովորացնում էր պատվաստել ծառը, օրինակ մենք ծառեր ունեինք, որոնք եւ դրանց վրա միաժամանակ խնձոր էր, չգիտեմ, շլոր էր եւ տանձ էր։ Հա, այսինքն ու այնպես էր սովորացրել արդեն ես էի անում։ Ու դա ինձ իմ մեջ բնականաբար ձևավորել ու ես ձևավորել եմ այդ կարողությունները, բայց ես հիմա օրինակ շատ դա կարոտում եմ։ Հա։ Շատ կարոտում եմ։ Ես որ հնարավորություն ինձ հիմա ես մտածում ինչը կարող է հանգիստ որ հանգիստ մթնոլորտ լինի, ես իսկապես ինձ լավ զգամ, այն նման աշխատանքներով զբաղվելը ինձ միայն դա կարող է, չգիտեմ, ամենամեծ հանգստություններից մեկը լինել։ Տնամերձով Տնամերձը ես այո, նաև այդպես, դա երևի թե ամենալավ բանը կլինի։ Լավ բաներից մեկը կլինի օրինակ ինձ համար։ Պարոն Թաթյան, դա բացահայտումներից մեկն էր, ես վստահ եմ այն մարդկանց համար, ովքեր մեզ նայում էին։ Մի հետաքրքիր բացահայտվել իմ կողմից ես թույլ տվեք անեմ։ Կարելի է, չէ՞։ Իհարկե։ Ես գիտեմ, որ դուք մոտոցիկլետ եք շատ սիրում։ Սա ճիշտ ասած, սա էլ իմ այն մոտ կողմերից է, որ որևէ մեկը չգիտի, բայց օրինակ երբ ես Ուկրաինայում սովորում էի, մենք դպրոցը հեռու էր բավականին, մի պահ ոտքով են գնում գալիս, հետո հեծանիվով, բայց եղել է վերջին 2 տարին, թեև դպրոցական էի, բայց այո, մոտոցիկլետով էի գնում գալիս եւ ես դա շատ սիրում եմ։ Դրանից հետո իհարկե առիթներ ունեցել եմ էլի քշել մոտոցիկլ, բայց հիմա դե բնականաբար չի ստացվում, ժամանակը չկա եւ այլն, բայց դա էլ նույնպես ինձ համար այն մանկության տարիներից այսպես պատանեկության եկող իմ համար հարազատ, հոգեհարազատ հիշողություններից է, որ ես իսկապես դա շատ եմ սիրում։ Իսկ ինչու հիմա չեք վարում մոտոցիկլետ։ Հիմա նախ երևի ավելի շատ ժամանակի բացակայության պատճառով, բայց այդ սխալը պետք է ուղղել իհարկե։ Հա։ Այո, պետք է ուղղել։ Ես դրա անընդհատ դա ոնց որ անընդհատ հասունացել է եւ հիմա այդպես մեծ արդիական է դարձել, այսպես ասեմ, էլի, որովհետեւ սա իսկապես կարոտում եմ ես դա շատ, որովհետեւ շատ եմ սիրել։ Ինչ ուրիշ տենց մարդկային, տղամարդկային երազանք ունեք, որի մասին չեք բարձրացել։ Ինձ համար տղամարդկային երազանքներից մեկը երևի եղել է այն, որը հիմա ամեն հնարավորության դեպքում փորձում եմ անել։ Օրինակ մենք ընտանիքով սիրում ենք ճամփորդել։ Երեխաները, ես, կինս, մենք ամռանը այս վերջին տարիներին չի ստացվում, այդքան ժամանակը չի բավարարում, բայց որքան որ հնարավոր է, օրինակ մենք գնում ենք, մենք գրեթե երբեք միտեղ այսպես ստատիկ չենք հանգստանում։ Մեզ մոտ ուրիշ ձև է։ Մենք նախապես ինքներս գծում ենք,
տուրիստական գործակալությունները որքան էլ գործ են անում, կարևոր են վերջը, բայց երբեք գրեթե իրենց չենք դիվում։ Մաքսիմում 4 տոմսերի հետ կապված բաներ, բայց ամբողջ այդ ընթացքը մենք ինքներս ենք գծում։ Նստում ենք նախապես երեխաների հետ, բան, դες պլանավորում ենք, ուր են գնում, որ քաղաք են գնում, հետո որտեղ։ Գնում ենք այդտեղ, մեքենա ենք վարձակալում ու մի, չգիտեմ, ասենք 10 օր կլինի, 8 օր կլինի, քանի օր կլինի, նայած պլանավորում ենք որտեղ, որ քաղաքում, որ երկրում ինչքան ենք մնում, որ քաղաքում ինչքան ենք մնում։ Տարվա այսքան բացը, որ լինում է շփվելու երեխաների հետ, այդտեղ լրացնում ենք։ Դա շատ կարևոր է, ասենք օրինակ մի ինչ որ բան ենք գնում ենք ինչ որ միտեղ նախապես ուսումնասիրած ենք գնում երեխեքը գնում ենք այդ քաղաք ճանաչում են անմիջապես գնում ենք այստեղ եւ շատ մենք այդպես երեխաների հետ կոլեկտիվ շատ ենք սիրում բաներ անել օրինակ տարիներ առաջ մենք գնում էինք բոլորով Պարի Գնում էինք աշխատանքից հետո, ես այդ ժամանակ արդարադատության փոխնախարար էի աշխատում, աշխատանքից շուտ վերցնում էի, դե վարորդ կար, ես վարորդին ասում էի կամ զբաղված եմ, կամ ես խնդրում էի, որպեսզի գնար տուն հանգստանար, ես իմ մեքենան վերցնում էի, գնում էինք տուն, որ ոչ ոք չիմանա, պարոն Թաթոյան։ Հա, մենք մեր համար էինք, որովհետև պարապում, գնում էինք տուն Հետո երեխաներին վերցնում էի, գնում էի շատ մայրս, քանի որ մանկավարժ էր, իր գոլեգաներից մեկը Պարոսույց, մեր արշակը, մեր շատ լավ նաև ընկերն է, հատ բարձր որակի է, մասնագետ եւ մարդ, գնում էինք մեր ընկեր արշակի մոտ եւ երեկոները, երբ ինքն էլ ավարտում էր գործերը, արդեն աշխատանքից հետո հենց սովորում էինք պարել։ Ինչ պարեր էիք պարում։ Օրինակ մեր սիրած ամենապարերից է, երևի ամենասիրելին Ծաղկաձորի պարը։ Այդ երաժշտությամբ շատ ենք սիրում։ Մեզանից ամենալավ պարողը աղջիկս էր։ Եվ շատ արագ է սովորում եւ Իսկ ամենալավ նվագողը նա է, թե դուք եք։ Չէ, ես գիտեմ դաշնամուր եք նվագում։ Ես ընդհանրապես ես համարում եմ չէ։ Ես չգիտեմ եւ ինքը ինձ հետ անընդհատ սովորելու process-ի մեջ եմ ինքն է սովորացնում։ Չէ, աղջիկս եւ տղաս է նվագում եւ աղջիկս սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում եւ գիտար է նվագում եւ դաշնամուր, տղաս եւ թմբուկ է նվագում եւ դաշնամուր։ Ձեր տղայից կադրեր տեսել եմ, դե աղջկանից էլ ցույց կտաք։ Որ իմ երեխեքը տեսել են, չէ, ասել են պապային չես, ես ամեն ինչը գնաց հրապարակել։ Ես պարեմ։ Ես զեմ դուք էլ նայեք։ Բրավո։ Պարոն Թաթոյան, ինչ զգացողություն ունեք, երբ հասկանում եք, որ մեծանում են։ Նախ շատ լավ բան է, օրինակ ես հիմա շատ իմ ամենա երևի թե նվիրական զգացողություններից է, որ ես գնում եմ տուն, երեխաները իրենք ես ինչքան լուրջ գնամ, հիմա աշխատում են ամեն ինչ անել, որ չքնեն։ Սպասեն, որ ես գնամ։ Ինչքան էլ ուշ լինի, իհարկե դասից առաջ բան լինում է քնում են, բայց ամեն ինչ համարյա անում են, արթուն են մնում, որ ես գնամ։ Ես գնում եմ մի անգամից այդ մի հատ sense ոնց որ տոնա, որ ես գնում եմ, երեխեքը այն փոքր տարիքում էլ է այտենց, հիմա էլ է այտենց։ Վազելով գալիս են, վայ, պապան եկել է վայրան, հիշում եք ձեր նախորդ հաղորդմանը, որ երեխեքի վերաբերմունքը ոչինչ չի փոխվել։ Ուղղակի, քանի որ այո, հասկանում ես, որ երեխեքը մեծանում են, արդեն կարոտում ես իրենց։ Այդ շատ կարևոր է, շատ կարևոր է հետաքրքիր շատ գիտեք զգացողությունը։ Շատ։ Որ դու արդեն կարոտում ես, որ գիտես երեխաները մեծանում են, կարոտում ես ու ուզում ես ամեն ինչ անել, որ հասցնես, այլ հասցնել, այսել հասցնել, որովհետև պարզ է հասկանում ես մնաց մի քանի տարի, ասենք, մի քանի տարուց Փառք Աստծո պետք է ամեն մեկը արդեն ավելի իր կյանքը գնա, ինքնուրույն լինի եւ պետք է լինեն եւ այլն, եւ դա կյանքի օրենքն է, ու այդպես է պետք է լինի, բայց որպես հայր ես երբ նայում, այ շատ ծնող կամ նայում ես, այդտեղ իհարկե շատ ես կարոտում։ Նույնիսկ սիրելու ձևը, երբ որ փոքր էր, ինչպես էր կարողանում գրկել, համբուրել, հիմա մեծացել են եւ այդ հնարավորությունն էլ արդեն փոխվել է։ Եվ ես օրինակ երբեմն տխրություն եմ զգում այդ թեմայով, երբ հասկանում եմ, որ երեխան մեծացել է եւ շատ բան է փոխվել։ Ճիշտ է, չես զգում դա, երբ մեծանում են, այո, արդեն սկսում ես գիտակցել ու կարոտում ես արդեն եւ այդ
այդ ինչպես այդ բառը բնորոշենք ագահաբար սկսում ես վերաբերվել, սիրել, զգալ, պատկերացնել այդ, որ հանկարծ կարողանաս որքան հնարավոր է շատ զգալ, վայելել եւ այլն։ Շնորհակալ եմ այսօր ինձ հետ սկսելու համար, ձեր հագեցած գրաֆիկի աշխատանքային օրվա մեջ հուսամ նաև այս 2 ժամը իրենց տեղը ունեցան, կարողացաք մի փոքր լիցքաթափվել, ինչի համար իհարկե իսկապես ուրախ կլինեմ։ Ես եմ շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես շատ հաճելի էր եւ այս ամենի զուգահեռ որքան կարողանում եք այս մթնոլորտը ստեղծել, որ մարդիկ կարողանան անկեղծ զրույց ունենալ նաև։ Շնորհակալ եմ շատ, պարոն Թաթոյան։ Շնորհակալություն։